Ժողովուրդ, եկեք խոսենք Yandex-ի ամենաանտեղի ու նյարդեր քայքայող անակնկալի ֆոտոստուգման մասին։ Պատկերացրեք, դրսում հորդառատ անձրև է կամ գիշերվա կեսը, պահանջարկը պիկ, դու լավ պատվեր ես բռնել, մեկ էլ ծրագիրը էկրանից շպրտում է, ժամանակն է անցնել ֆոտոստուգում։ Ու դու պիտի կանգնես խցանման մեջ, դուրս գաս անձրևի կամ ձյան տակ, ավտոդ նկարես, հետո ինքդ քեզ նկարես։ Բայց ամենավատն էն է, որ իրենց խելացի արհեստական բանականությունը լույսի միած սխալ շողքից կամ թաց ավտոյից ողորոշում է, որ այդ դու չես, կամ ավտոդ կեղտոտ է, ու միանգամից բլոկում է քեզ։ Ախպերս, դրսի եղանակը տեսնում ես, բա ես ես մթին կամ անձրևին ոնց քո ռոբոտի համար իդեալական նկար անեմ։ Փոխանակ կազմակերպությունը ռեալ մարդկանց նստացնի, որ ստուգեն, էժան ծրագիր են դրել, որը վարորդին կտրում է գործից ամենաեռուն ժամին ու թողնում անփող։ Իրենք թքած ունեն քո անվտանգության վրա, սա ուղղակի մեքենայացված ծաղրանք է։ Ժողովուրդ, եկեք խոսենք Yandex-ի ամենաանտեղի ու նյարդեր քայքայող անակնկալի ֆոտոստուգման մասին։ Պատկերացրեք, դրսում հորդառատ անձրև է կամ գիշերվա կեսը, պահանջարկը պիկ, դու լավ պատվեր ես բռնել, մեկ էլ ծրագիրը էկրանից շպրտում է, ժամանակն է անցնել ֆոտոստուգում։ Ու դու պիտի կանգնես խցանման մեջ, դուրս գաս անձրևի կամ ձյան տակ, ավտոդ նկարես, հետո ինքդ քեզ նկարես։ Բայց ամենավատն էն է, որ իրենց խելացի արհեստական բանականությունը լույսի միած սխալ շողքից կամ թաց ավտոյից ողորոշում է, որ այդ դու չես, կամ ավտոդ կեղտոտ է, ու միանգամից բլոկում է քեզ։ Ախպերս, դրսի եղանակը տեսնում ես, բա ես ես մթին կամ անձրևին ոնց քո ռոբոտի համար իդեալական նկար անեմ։ Փոխանակ կազմակերպությունը ռեալ մարդկանց նստացնի, որ ստուգեն, էժան ծրագիր են դրել, որը վարորդին կտրում է գործից ամենաեռուն ժամին ու թողնում անփող։ Իրենք թքած ունեն քո անվտանգության վրա, սա ուղղակի մեքենայացված ծաղրանք է։